Բարի գալուստ, այսօր քննարկելու ենք մի հատ տենց շատ հետաքրքիր բան, կամ լավ, միգուցե ոչ այդքան տենց հետաքրքիր, բայց շատ օգտակար կիրառական մի բան։ Եկեք մի հատ հերթով անցնենք այս բոլոր նկարների վրա։ Դա օրինակ այս գրաֆիկի մեջ ցուցադրված տարբեր ուրեմն մարդկանց համար իրանց հասակների բաշխումը։ Հա, այսինքն օրինակ այդտեղ կանաչով կանանց հասակների բաշխումն է, հա, ու կարմիրով տղամարդկանցը, կապույտով այդ Ամերիկայի բասկետբոլի առաջնության խաղացողների հասակների բանն է, ոնց որ տեսնում եք, բան, այս կապույտը ինքը ավելի մեծ արժեքներ է ընդունում, թե ինչքան ոնց որ այս ավելի բարձր է լինում ինչ որ մի հատվածում ձեր այս ֆունկցիայի գրաֆիկը, այդքան նկատի ունենք խտությունը ավելի բարձր է, այսինքն այդքան ավելի շատ մարդ է, որ օրինակ իր հասակը 200 սանտիմետրի մոտիկ է։ Մինչդեռ եթե նայում ենք այսպես ասած սովորական մարդկանց, հա, որոնք չեն խաղում այդ բասկետբոլի առաջնությունում, ավելի այս մեր գրաֆիկ դեպի ձախ է եկած։ Ուրեմն ինչքան ավելի ձախ, այդքան ոնց որ ավելի արժեքները կուտակված են սենց փոքր արժեքների շուրջ ու այստեղ օրինակ կարող տեսնեք, որ ոնց որ թե ոնց որ քան որ այս առաջնության բոլոր խաղացողները տղամարդիկ են, կարող տեսնեք, որ համարյա հատում չկա օրինակ կանանց այդ գրաֆիկի հետ ու տենց համարյա շատ քիչ հատում կա տղամարդկանց գրաֆիկի հետ, էլի խոսքը այս երրորդի մասին է, բայց ինչ որ նմանություն իսմա կարող նկատեք այս երեք գրաֆիկների միջև, հələ որ չեմ ասի այդ ինչ նմանությունն է, բայց հավանաբար սա ընթացքում կֆիքսենք այդ նմանությունը որն է, այստեղ մի ուրիշ գրաֆիկ է, այս մի գրաֆիկում ցուցադրված բան, տարբեր ուրեմն էլի, հա, տղամարդկանց համար եւ կանանց համար երկու հատ այսպես խտության գրաֆիկ է, այս մասում իրար վրա է զուտ նկարած, դրա համար այսպես մոխրագույն տեսք ունի, բայց ոնց որ հասկանաք, մի հատ կարմիր գրաֆիկ է, մի հատ կապույտ գրաֆիկ է, ու ցուցադրված, ասենք, այդ այսպես ասած քաշը կորցնելը, հա, ինչ որ մարդիկ են հավաքել, ինչ որ ենթադրենք դետա են պահել եւ այլն, ու ցուցադրից որքանով են քաշը կորցրել։ Էլի երկու հատ խտություններ են, որոնք իրարից տարբերվում են, բայց ինչ որ բաներով նման են իրար։ Ուտես, այստեղ մի ուրիշ գրաֆիկ կա, որը ցույց է տալիս աշխատավարձերի բաշխումը, հա, ասենք Ամերիկայում ինչ որ 3 կատեգորիայով է ու էլի տարբերվում են բաշխումները, բայց նո գրաֆիկները այսինքն խտությունները տարբերվում են, բայց կարող նկատեք, որ ինչ որ նմանություններ կան այս մեր նշած բոլոր գրաֆիկների միջև։ ու մարդկանցից կարանք անցնենք ոչ միայն ինչ որ մարդկանց, հա, օրինակ ստա ինչ որ տարբեր հասկիների համար իրանց այդ բանն արած, քաշերն է, ուրեմն բան արած, նկարած, քաշերի խտությունները, ու ուստեղ կարող տեսնեք, որ ոնց որ համ բան, հա, համ էգ, համ արու երկու տեսակի այդ շների համար էլ նկարած է, եւ էլի գրաֆիկին նայելով կարող ասեք, որ այ ոնց որ թե ուրեմն արուշների, հա, ворցերի մոտ մի քիչ ավելի աչ է այս գրաֆիկը գտնվում, չէ, աչ է եւ այս գագաթը ավելի վեր է, քան այս մանշակագույնը, որ տեսնում, մի քիչ ավելի ձախ է, այսինքն մի քիչ ավելի փոքր քաշային արժեքներ է ընդունում, եւ ոնց որ մի քիչ ավելի ցածր է։ Այս ցածրությունը ինչ նշանակում է, որ կոպիտ ասած, եթե ես ինչ-որ սենց բան գծեմ, մի հատ այսենց գրաֆիկ եւ մի հատ էլ ուրիշ գրաֆիկ, որը սենց կգա ու սենց ավելի այսքան տեղը բարձր ավելի սենց կբարձր, նշանակում է, որ այս կանաչի արժեքները ունեն ինչ-որ միջին եւ այդ միջինի շուրջը տեսեք շատ ավելի խիտ են, շատ ավելի քիփ են, այսինքն համարյա բոլորը այդ միջինին մոտ արժեքներ են ընդունում։ Իսկ այն տակի նկարած կարմիրը որ կա, ինքը մի քիչ ավելի սենց ցրված են իրենց միջին։ Այսինքն էսենս լինելը փռված լինելը դա ցուցատալի սփռվածություն, այսինքն ցրվածություն, այսինքն ավելի մեծ վարիացիա։ Եվ այս որ եթե սենց գագաթը պիկը բարձր է, այդ նկատի ունենք, որ այդ կանաչի դեպքում էլ հակառակը ցրված չեն, միջինին մի քիչ ավելի մոտիկ են։ Սա կանաչի միջին ստեղարենք է, իրանք ավելի մոտիկ են, այդ միջին արժեքները ավելի շատ են ընդունում։ Նորից տարբեր գրաֆիկներ են ու նույնիսկ թեմատիկորեն տարբեր են նախորդ մի քանի նկարներից, որ մենք նայում ենք, բայց այս բոլոր դեպքերում խտությունները ոնց որ թե ինչ որ նմանություններ են իրար։ Ու տենց էլ շատ բաներ ցույց չեմ տա, ասես օրինակներ լիքն են, հա, կարող օրինակ Google-ը, չգիտեմ, Հայաստանում ինչ որ Հայաստանում, հա, մարդկանց քաշերի բաշխումը, բոյերի բաշխումը եւ այլն եւ այլն։ Ստեղ մի հատ ուրիշ գրաֆիկա մեջ տարբեր ֆիլմերի, ուրեմն այդ գնահատականներ, որ դնում են, հա, այդ վարկանիշները, այդ դրանց բաշխումն է, չգիտեմ, խաղարկային ֆիլմեր, փաստագրական ֆիլմեր, ինչ որ տարբեր
թվականների համար, հա, չէ, ինչ որ սերիալներ, կինոներ եւ այլն, մի խոսքով տարբերություն չկա, էլի կարող տեսնենք, որ տարբերվում են իդեպ նախորդ մեր նայած գրաֆիկներից, բայց էլի 4 հատ տարբեր տեսակի դատա է, 4 հատ տարբեր ֆիլմերի մասին ինչ որ sense դատա է, բայց ինչ որ նմանություն ունեն այս բոլորը։ Ինչ եք կարծում, ժողովուրդ, ինչ նմանություն տեսակ ես մեր այս նայած այս բոլոր գրաֆիկների մեջ։ Դե որ մեջտեղում ոնց որ մեր տվյալները ավելի շատ են, քան իրանց աջ եւ ձախ հատվածներում։ Շատ ճիշտ է։ Եվ օրինակ եթե մի հատ sense բան գծեի, ոնց որ թե սա էլ է, չէ՞, մեջտեղում ավելի նույն ինչ որ մաստով սիմետրիկ է, մեջտեղում բարձր է, մնացած տեղերը sense ավելի ցածրոտ։ Սա նման է մեր այս նաև գրաֆիկներին օրինակ։ Այդքան էլ չէ։ Ահա։ Մեր այդ գրաֆիկների մեջ ոնց որ բոլոր խտությունները մի հատ, այսպես ասած, պիկ ունեն։ Չէ՞, այսինքն այն մեր նախորդ անցած տերմիններով որ ասենք unimodal են, այսինքն ունեն ուղիղ մի հատ ոնց որ տենց բան, գագա, տենց պիկ։ Այսինքն ինչ որ մի թիվ կա, այդ թվի հավանականությունը, այդ թվի շրջակայքի հավանականությունը մեծ է, իսկ դրանից այն կողմ sense ոնց որ իջնում է։ Այս սրան ժողովուրդ, մենք քիչ նենց ավելի ազատ լեզվով ասում են, որ զանգակաձև կոր է, հա, մեր հսկողության գրաֆիկը, բոլոր դեպքին որ նայեցի, զանգակաձևը դա ոնց որ sense որ նայում եք, ոնց որ sense զանգ լինի, էլի ինչ որ պատկերացրեք դեղինով եմ նկարել, ոնց որ անգլերեն ասում են bell shaped curve, հա, bell-ը զանգն է, այդ զանգակաձև կոր։ Շատ լավ, ուրիշ բան նկատեցինք ինչ որ։ Եվ չէ, որտեղ տենց բայց եթե նկատեցինք համեցեք, Մեկ էլ այն, որ իրականում է նույն տվյալ դեպքում էս ինչ որ հիմա պատկերված է, այս 3-ի տակի մակերեսները նույնն են։ Անպայման, այո։ Դա միշտ կարող ֆիքսենք, ցանկացած խտության ֆունկցիա, որ դուք տեսնում եք, իր տակի մակերեսը 1 է։ Եվ այստեղ, եւ այստեղ, եւ այստեղ ցանկացած աշխարհից ինչ խտություն կա, դիսկրետ լինի, թե անդադար լինի ձեր պատական մեծությունը, եթե դուք վերցնեք իր PDF-ը կամ PMF-ը գծեք, ու անդադար դեպքում PDF-ը կարող գծեք, էլի, դիսկրետ դեպքում PMF-ը մի քիչ դժվար է գծել։ Իր տակի բանը մակերեսը հավասար է 1-ի։ Այդ մենք հիշում ենք խտության ֆունկցիա ինտեգրալը 1 է։ Շատ լավ։ Այս մեր նայած 3 նկարեք 3 չէ, ոնց որ մի 4 հատ 5 հատ բան նայեցինք, 5 հատ բան նայեցինք, այդ բոլոր գրաֆիկները կասկածելիորեն իրար նման են։ Ու սենց երևույթ հանդիպում է լիքը տարբեր բաների մեջ։ Տեսեք, նայեցինք եւ մարդկանց հետ կապված շոր բան, եւ կենթանի հետ կապված շոր բան, եւ ինչ որ բնական, չգիտեմ, քաշ հասակ եւ այլն, եւ ինչ որ տենց մարդածին, հա, ինչ որ աշխատավարձ իշխան է ստանում, եւ ինչ որ, չգիտեմ, կինոների վերաբերյալ ինչ որ շատ սուբյեկտիվ ինչ որ բաներ։ Տեսանք, որ այս բոլոր դեպքերում մեր դատան ինչ որ շատ տարօրինակ ձևի իրար նման են։ Այսինքն այս բոլոր այս մեր նայած օրինակներում խտությունները շատ մոտավորապես ինչ որ այն նոր որ գծեցինք, այս կորին էին նման, հա, այսինքն զանգակաձև կորի, որը սիմետրիկ է մոտավորապես ինչ որ մի հատ գագաթ ունի մոտավորապես ու դրանից հետո այդքան մասում բարձր է, այդքան մասում բարձր է։ Ու դրանից հետո շարունակում է իջնել։ Սա պատահական չի։ Իրական մենք հաջորդ դասին, որ այդ մասին խոսանք, կտեսնենք, որ լիքը բաներ կարելի է ուղղակի ապացուցել, որ իրանք հենց այս տեսակի բաշխում էլ ունենալու են, այս տեսակի խտություն էլ ունենալու են։ Օրինակ մարդկանց համար, հա, եթե հիմա վերցնենք նայենք ինչ որ մարդկանց բոյերը, կամ երբ որ ծնվում է երեխան, իր քաշը ինչքան է եւ այլն, այդ տեսակի դատան, ոնց որ ոչ մի պատճառ չկա, որ մի երեխան այն մյուսից ավելի, չգիտեմ, երեխեքը ավելի շատ ինչ որ ձգտեն միջինից հեռու արժեքներ ընդունել, չէ, ոնց որ բոլոր մարդկանց այդ միջինը եթե վերցնենք, սա ասենք այս գրաֆիկ մեջ վերցնում ենք ենթադրենք կանանց միջինը վերցնում 160 սանտիմետր մոտավորապես ու նայում ենք այդ դրանից մի քիչ այս կոմենտում ոչ մի պատճառ չկա, որ մեծ թվով մարդիկ այդ միջինից շատ հեռու թիվ ընդունեն, շատ մեծ կամ շատ փոքր։ Այդ մասին հաջորդ դասին խոսանք, բայց մարդիկ նկատել են, որ բանավոր ոչ մի պատճառ չկա, ապա շատ բնական եղանակով գալիս է մարդկանց բոյերը, քաշերը եւ այլն լիքը բաներ, հա, շատ մեծ թվով բաներ, դասավորված է լինում սենսիրում զանգակաձև կորի տեսք։ Ասել են, օքեյ, կարող է այդ որպեսի մի կրակոցով այդ 6000 հատ նապաստակ
խփենք, կարող է վերցնենք այս զանգակաձև այս սկորի բանաձևը գրենք, հա, ինչ որ sense ինչ որ բանաձև, լավ, հիմա բանաձև չեմ գրի, բայց ինչ որ մի sense ֆունկցիա է, չէ՞, NLS-ի խտության, գրենք սրա բանաձևը, ինչ որ այսինչ բանի հավասար տտ։ Այդ դրա բանաձևը գրենք, մի հատ այնց ունիվերսալ բանաձև, որը կբավարարի եւ սրան, եւ սրան, եւ սրան, եւ սրան, այսինքն բոլոր զանգակաձև կորերի համար այդ բանաձևը կաշխատի, ու որը կլինի մեր դրանից ստացած օգուտը, որ կստացվի, որ մենք միանգամից գտանք մի նու լավ, մի բանաձև չի, էլի, որտեղ մի քանի բանաձևեր գտանք, մի բանաձևը լավ աշխատում, երբ որ պետք է կանանց բոյը ուրեմն բնութագրեր, մյուս բանաձևը տղամարդկանց բոյը, մյուս բանաձևը այդ բասկետբոլ խաղացողների բոյը, մյուս բանաձևը քաշերը, մեկ աշխատավարձերը, այսինքն ասում ենք այս բոլոր պատահական մեծությունները որ կան, պատահական վերծված տղամարդու հասակ, պատահական վերծված կնոջ հասակ եւ այլն։ Այդ պատահական մեծությունները ոնց որ թերա շատ նման PDF-ներ ունեն, շատ նման խտություններ ունեն, նման բաշխումներ, ասում ենք դե որ նման են, եկեք ոնց որ այդ մի ունիվերսալ բանաձև փորձենք գտնել, հա, եթե հնարավոր լինի։ Ու այսօրվա ոնց որ դասը ամբողջությամբ այդ մասին առնելու։ Ոնց ինչ որ գտնել այսպես ասած ինչ որ ունիվերսալ բանաձևեր, որոնք լիքը դեպքեր, լիքը խնդիրներ ու լիքը տվյալների ծածկում են, այսինքն շատ դեպքերի համար կարելի է այդ բանաձևը վերցնել, մի երկու բան մեջը փոխել, ստանալ, ասենք, այս գրաֆիկը կամ այն մյուսի գրաֆիկը։ Քանի որ տենց բաները շատ են հանդիպում, էլի կյանքում, հետեւաբար իմաստ ունի մի հատ ունիվերսալ բանաձև իրենց համար վերցնել, այդ դրանով բոլոր դեպքերը ծածկել։ Սա մեր մոտիվացիան է լինելու հարցեր, ժողովուրդ։ Այս ինչին է նման, որ երբ որ դուք ուզում եք ինչ-որ մի օրինակ կայք սարքել, հա, ենթադրենք ինչ-որ on-line marketplace, հա, ինչ-որ on-line շուկա եք ուզում սարքեք, որում, ասենք, գրքեր կվաճառեք, կարող գնաք դիմեք ինչ-որ ծրագրական ընկերության, ասեք, մի հատ կայք սարքեք, այդ կայքի մեջ, ասենք, գրքեր ունեն ծախ։ Հիմա այդ ծրագրման ընկերությունը ամեն օր լիքը մարդկանցից լիքը պատվերներ է ստանում, էլի, այսինքն շատ մարդիկ գալիս են ասում իմ համար մի հատ, չգիտեմ, սարքի տենց կայք, որտեղ կարամ ինչ-որ բաներ վաճառեմ, մի ուշ ասում սարքի կայք, որտեղ կարամ ինչ-որ իմ նկարները դնեմ, ինչ սարքում ասում սարքի մի հատ կայք, որտեղ մեր ընկերության տվյալները կլինի, եւ այլն եւ այլն։ Ամեն անգամ, երբ որ դուք գնում ասում եք, երբ որ հաճախորդ գալիս է ասում եմ համար ինչ-որ մի հատ sense կայք սարքի, որի մեջ պետքա լինեն ինտերնետ լիստայեմի նման, հա, ինչ-որ sense հայտարարություններ գցեմ եւ այլն անեն։ Ոչ թե ծրագրավորները վերցնում են ու լրիվ 0-ից բացում են ուրեմն իրանց այդ code editor-ը ու սկսում են լրիվ 0-ից կայք գրել, այլ վերցնում են ինչ-որ նախապես պատրաստված ինչ-որ մի տենց կաղապար, հա, անգլերեն template են վերցնում ինչ-որ մի հատ, չէ՞։ Թե ինչ են վերցնում, դա ոնց որ կախված է իրանցից իհարկե, բայց հիմա template են վերցնում, այդ դրանով սարքում են, որովհետև եթե ես գնամ մի հատ կայք ուզեմ գրքեր վաճառելու համար, դուք իմ հատ կայք ուզեք սարքել, ենթադրենք ինչ-որ CD-ներ վաճառելու համար, մի ուրիշն է գա ինչ-որ հեռախոս վաճառելու կայք ուզի, այդ կայքերը իրար շատ նման են լինելու, հա, ոնց որ կոպտացած այս իրեք գրաֆիկներն են իրար նման, տենց էլ երբ որ դու ուզես կայք սարքել, այդ իրեք կայքերն են իրար նման լինելու, որոշակի տարբերություններով իհարկե։ Հետո իրանք ունենում են ձեր տակ մի հատ տես պատրաստի template, որ երբ որ դու գաս ասում ես, այս ինչ կայքն եմ ուզում, իրանք բացում են մի քանի template-ներ ունենում, ասենք մեկը ինչ որ չգիտեմ, այդ վաճառքի կայքերի համար, մի ուրիշը ինչ որ կազմակերպությունների կայքերի համար եւ այլն եւ այլն։ Եթե դու գաս ասում ես, ուզում եմ ինչ որ list-ը նման կայք սարքեմ, ինքը վերցնում են այս template-ը ու իր վրա արդեն փոփոխություններ ունեն։ Այսինքն ունեն այդպես մի հատ ունիվերսալ կաղապար, որը լիքը դեպքերի արդեն ծածկում է, պետք է իրան վերցնել, ուղղակի մի քիչ փոփոխել։ Ու այս կաղապարի մեջ արդեն լիքը բաներ գրած է եւ գրած է ոնց են մարդիկ հայտարարություն ավելացնում եւ գրած է ոնց են լոգին լինում եւ այլն եւ այլն։ Այդ ամբողջ ինֆորմացիան ամեն անգամ 0-ից չեն գրում։ Այդ լրիվ նույն ձև վիճակագիրները ասել են եկեք վերցնենք մի քանի sense ոնց որ տեսանք մի 10 տարբեր գրաֆիկ նայեցինք, մեջը 5 գրաֆիկ նայեցինք, մեջը հանդիպում է նույն այդ զանգակաձև կորերը։ Այսինքն եկեք ուրեմն մի անգամ եւ ընդմիշտ այդ հարցը լուծենք մի հատ այնպես ունիվերսալ խոսքով վերցնենք բանաձև, որը բոլոր այս պատական մեծությունների այս ընտանիքը, այսպես ասած, բոլոր այս եւ քարշերը եւ հասակները եւ աշխատավարձերը եւ այն ինքը կծածկի։ Որոշակի փոփոխություններ կանենք, մի հատից 20 մյուսը եւ այլն եւ այլն։ Դե շուտ կաղապար սարքենք, template սարքենք, շաբլոն սարքենք եւ այդ շաբլոնով կարողանանք սպառնալ, էլի ոնց որ լիքը դեպքեր ծածկենք։ Շատ լավ։ Այս մոտիվացիաները եկեք անցնենք բուն
խոսակցությանը, հարցեր։ Okay, դե ոնց որ նոր ասացինք, լիքը պատական մեծություններ հաճախ կյանքում որ վերցում նայում ես, իրանք ինչ որ ընդհանուր օրինաչափություն են ունենում, հա, այս մոտավորապես նույն գրաֆիկն է, ինչ որ մի առաջ նայում ենք, բայց դյույմերով այլ սանտիմետրերով, ինչ որ ընդհանուր օրինաչափություն են ունենում, այն իմաստով, որ իրանք խտության ֆունկցիաները, բաշխման ֆունկցիաները, չգիտեմ, հավանականային ֆունկցիաները, հա, PMF-ները եւ այլն, իրար նման են։ Այլկերպ ասած, այդ մեր պատական մեծերի բաշխումներն են իրար նման, այսինքն իրանց բաշխում ասեն, պատմեմ, որ արժեքն ինչ հավանականությամբ ընդունում, այդ ամբողջ այդ դատաները տարբեր պատական մեծությունները իրար շատ նման են։ Եվ այդ նման, քան որ նման են, ոնց որ ասացինք, որոշները այնքան շատ են տարածված, որոշ տենց օրինաչափություններ, օրինակ է զանգակաձև կորը, որ ասում է, որ իրենց վերջնում մարդիկ հատուկ անուն են տալիս եւ ոնց որ ուսումնասիրում են, որովհետեւ ոնց որ շատ ունիվերսալ շաբլոններ են, տենց ասենք։ Եկեք սկսենք այդ դրանցից մեկից։ Ամենա այդ մեր սկզբնական մի բան ասենք, որի հետ բազմիցս առնչվել է։ Պատկերացրեք նետում ենք օրինակի համար, լավ, մասնակցում եք չմած ստուգարքի, քննությունն ընդհանրենք վարորդական իրավունքի վկայականի կամ անցնում ես կամ կտրվում, երկու ելք։ Կամ կոպեկ ես գցում, հետադրամ ես գցում, կամ գիրա, կամ գուշ, կամ ինչ որ երեխա է ծնվում, կամ տղա է ծնվում, կամ աղջիկ։ Այս բոլոր դեպքերում ինչ է տեղի ունենում, ինչ որ բան ես կատարում, որի արդյունքը չգիտես, բայց ունի հնարավոր երկու ելք այդ արդյունքը։ Երբ որ ունես երկու հնարավոր ելքեր, ասենք, չգիտեմ, մեկի հավանականությունը կարող դնենք P, քննությունը անցնելու հավանականությունը թողնի P, կտրվելու հավանականությունը լինի 1-ից հանած P։ Չէ, ասենք օրինակի համար 0.2 հավանականությամբ կանցնեմ, 0.8 հավանականությամբ չեմ անցնում, դա հարցերի 80%-ը չգիտեմ ենթադրեմ։ Երբ որ ունենում ես երկու հատ ելք ու չկա այդքան բան։ Կարելի է ելքերից մեկը ասել լավ ելք, մյուսը վատ ելք, կամ մեկը ասել հաջողություն, մյուսը ձախողում, հա, success ու fail, բայց այդպես իմաստ չկա, այսինքն ինչ որ դեպքեր կան, որ բան չի անում, էլի զուտ պատական 0.1 կարելի ասել, հա, մի ելքը 0-ն է, մի ելքը 1-ը։ Մի խոսքով բոլոր նման տիպ բաների, քան որ սիրում են լիքը տենց անուններ տալ անկապ բաների, այս սրան վերցրել են անունը դրել են Բեռնուլիի փորձը։ Հա, այսինքն եթե ունես ինչ որ մի տենց իրավիճակ, որ բան տեղ ունենում ու հնարավոր ընդհանրապես երկու ելք կա, այդ կոչվում է Բեռնուլիի փորձ։ Օրինակ զառի նետումը Բեռնուլիի փորձ չի, կոպեկի նետումը Բեռնուլիի փորձ է։ Բեռնուլին մաթեմատիկոս է, մաթեմատիկոսների ընտանիք է, ոնց որ իրանցից ինչ որ մեկի անունով է դրած։ Հարցեր։ Լավ, այ եթե ես վերցնեմ օրինակ ես առաջին բանի մեջ, ասեմ, եկեք հիմա x-ով նշանակենք, ես քննությունը կանցնեմ, թե չեմ անցնի, այսինքն x հավասար է 0, եթե քննությունից կտրվում եմ, x հավասար է 1, եթե քննությունը անցնում եմ։ Այս իմ x-ն է, անվանելու ենք Բեռնուլիի պատահական մեծություն։ Կամ ավելի կոնկրետ, ավելի գեղեցիկ բան ասենք, եթե պատահական մեծությունը ունի ընդամենը երկու արժեք, պայմանական ասած 0 կամ 1։ Ասում ենք, որ այդ պատահական մեծությունը ունի Բեռնուլիի բաշխում։ Այսինքն, որ ասում եմ, ինչ-որ բան ունի Բեռնուլիի բաշխում, այդ ուղղակի մի քիչ ավելի թիթիզ ձևերով նույնն է, ինչ որ ասեմ, այդ պատահական մեծությունը ունի ընդամենը երկու արժեք։ Հա։ Արժեքներից մեկի հավանականությունը եթե դնես P, ասենք 0.4, այն մյուսը կլինի 1-ից հանած 0.4, դրա համար կարող գրենք այս արտահայտությունը։ Եվ պետք է ուղղակի կարճ գրառելու ձև, եթե դու ասես x պատահական մեծությունը ընդունում է երկու արժեք եւ այդ արժեքներից մեկի հավանականությունը P, այս մյուսինը 1 - P, այդ երկար նախադասության փոխարեն ուղղակի ասում ես այսպես x, այս ալիքի նշանը Բեռնուլի P։ Եվ ասում են x-ը ունի Բեռնուլիի բաշխում P պարամետրով կամ P հավանականություն։ Զուտ ինչ որ տենց թիթիզ լեզու է, որ եթե ուզում են ասել օրինակի համար գցել ենք մետաղադրամ ու այդ մետաղադրամը նորմալ մետաղադրամ է իսկական, գրում են x-ը մետաղադրամի ելքն է ենթադրենք 1 կամ 0, հա, այդ գիրուղուշն է, եւ կարճ գրում են sense x-ը վերցված է Բեռնուլիի բաշխումից կամ x-ը պատկանում է Բեռնուլիի բաշխմանը 1/2։ Եթե կոպեկը իսկական չի, ասենք սա կարող լինի 0.3։ Այսինքն 1/2-ից տարբեր ինչ-որ մի ուրիշ թիվ։ Ու տենց, իրեն ասած էլ չգիտեմ ինչ ասել է սրա մասին, խնդրեմ ինչ հարցեր ունեք, ժողովուրդ։
ցանկացած հարց։ Հայկ ջան, մի բան հարցնեմ, էլի։ Ահա։ Բեռնուլը եթե երկու հատի համար է, օրինակ դրա 3-4 տարբերակներ կա, ինչ որ անուն հատուկ ունեն, թե չէ։ Լավ հարց է, ճիշտ ասած չգիտեմ անուն են թե չէ, ենթադրում եմ որ չունեն, բայց կարող է պարզվի ունեն։ Հա, իրականում ինչ որ ավելի բան չեմ կարող ասեմ։ Երևի էս գիտեք ինչ են էսրան անուն տվել, ինքը շատ է մեծ հետագայում պետք գալ, որտեղ ոնց որ ամենասկզբնական պուճուր են Lego-ի, որ հավաքում եք ամենապուճուր կտորն է, հա, այսինքն մի բան է, որը դե երկուսից ավելի քիչ արժեք չի կարող ունենա, այսինքն եթե կոպեկը գցեն միշտ գիր ընկնի, էլ դե պատահական բան չկա, էլի, արդեն դառնա x-ը հավասարը միշտ 1, միշտ 0, ամենայն փոքրիկ դեպքն է, որ կամ 1-ը կամ 0, հետեւաբար իր միջոցով ինչ որ ուրիշ բաներ կարանք ստանանք։ Թե ինչի, ահա, կներեք, ուղղակի ուզում եմ ասել, որ կա ուղղակի անունը ուրիշ էր, հիմա դետերս մոտս չի, որ հիշեմ անունը, բայց կա 1-ից M դեպքերի համար։ Օ, շատ լավ, մերսի շատ։ Հաստատորեն կա անուն, ցանկության դեպքում կարող даже Google-ին գտնենք, բայց հետաքրքիր է, որ ոնց որ մենակ բավարարվում են ինչ որ հայտնի է, համեջնից հայտնի այն ինչ որ ունի ընդամենը երկու հնարավոր արժեք, բայց հաստատորեն կա ավելի շատ այդ բանի համար առանձին անուններ։ Դե համապատասխան ոչ մեկ չի խանգարում, չէ, վերցնենք ասենք, որ x-ը ընդունում է 3 հնարավոր արժեքներ ու նշենք այդ արժեքներն են 0, 1, 2, այդ մի քիչ երկար է ստացվում։ Այս մեր Բեռնուլի P գրելա ձևը զուտ թույլ է տալիս շատ կարճ ձևով ասել, որ ընդհանրապես երկու արժեք ընդունող ինչ որ պատահական մեծություն է։ Ու ֆիքսենք, որ Բեռնուլի բաշխում ունեցող պատահական մեծություններ շատ կան, անվերջ թվով կան։ Հա, այսինքն այդ եւ մետալդրամի դեպքն է, եւ ինչ որ նորածին, հա, այդ դեպքն է, եւ ինչ որ քննություն մասնակցում ես, կտրում ես կամ անցնում ես, լոտո ես ջնջում կամ շահում ես կամ պարտվում։ Այսինքն ցանկացած բան, որը դու անում ես, չգիտեմ, ինչ որ եթե մենք ապահովագրական ընկերություն ենք, ինչ որ մեկ գացա մեզնից ապա է առնում իր մեքենայի համար, մեքենան այսօր կամ ինչ որ վթարի մեջ կհայտնվի կամ չի հայտնվի, կամ կխփի կամ չի խփի։ Լիքն են տենց բաները, իրավիճակները, որ ունես երկու նավոր ելքեր, միգուցե դրան վապանարած որ սրանունը հայտնի է, ու ինքը տենց լավ կարևոր դեր է խաղալու։ Շատ լավ հարցեր։ Okay։ Հա, այդ ուրեմն կասենք իրան այդ փորձը Բեռնուլի փորձեր, այս է Բեռնուլի պատական Բեռնուլի բաշխում ունեցող պատական մեծություն։ Այսինքն զուտ ասում ենք այս բաշխմանը, երբ որ պատական մեծություն երկու արժեք է ընդունում, այդ բոլոր բաշխումների ընտանիքի, հա, նկատում ենք P-ի ամենատարբեր արժեքների համար ինչ արժեքի ընդունի, այդ բոլորի վրա այսպես ասած ճպցնում ենք նույն պիտակը, Բեռնուլի բաշխում։ Օրինակ, P-ի ինչ որ արժեքի համար այստեղ նկարած է երկու հնարավոր արժեք ա ուրեմն ընդունում x-ը կամ 0 կամ 1 եւ մի հատի հավանականությունը p-ը սովորաբար 1-ին են p-ով վերցնում, մյուսինը 1 - p։ Շատ լավ։ Ինչ եք կարծում, Ժորժ, եթե x-ը Բեռնուլի բաշխում ունեցող պատահական մեծություն է, ապա որքան է x-ի, այսինքն այս p թիվը, եթե ես գիտեմ, որքան կլինի x-ի մատսպասումը։ Չոր տարբերակներ P plus 1 minus P երկրի։ Այն P-ի մասը ճիշտ է։ Ոնց որ ուզում եք P ասել։ կես։ Դե ինչի կես, այլ ոչ թե հենց P։ Օրինակ պատկերացրեք P-ն 1/2 է, այսինքն պատկերացրեք մետալդրամ եք նետում, որը երկու հնարավոր ելք ունի եւ երկու ելքերն նույն հավանականությամբ են, որ վերցնեմ 500 անգամ գցեմ, հա, այսինքն մեկը 0 է, մեկը 1 ելքերից։ Վերցնեմ 500 հատ գցեմ, ոնց որ ինչ պետք է լինի, 250 հատ 0 պետք է լինի մոտավորապես 250 հատը 1 պետք է լինի, չէ՞։ Վերցնեմ 250 հատ մեկերը ու կնայեմ միջինում, այսինքն բաժանած 500-ի վրա, կտա 1/2։ Այսինքն եթե կոպեկ ես գցում 1/2 Բեռնուլի 1/2 պարամետրով Բեռնուլի բաշխում ունեցող կոպեկ ես գցում, կեսը կընկնեն 1, կեսը կընկնեն 0, այն 0-ները կբազմապատկես այդ 250-ով կգումարես 250 անգամ 1, կբաժանես 500-ին, խոսքով կտա 1/2։ Հա, եկեք այդ նույն ձև, ոնց որ տեսեք, որ այս ինֆորմացիան ունենք, մեզ պետք է հաշվել մատսպասում հաշվելու համար նայում ես
պատական մեծություն, որ արժեքն է ընդունում, ինչ հավանականություն։ Հիմա մեր այս x պատական մեծությունը ընդունում է երկու արժեք, 0 եւ 1։ Եվ այդ արժեքներից յուրաքանչյուրի հավանականությունը որ գրենք։ 0-ի հավանականությունը հեսա, 1-ից հանած p, 1-ի հավանականությունը p է։ Հաջորդ քայլում ինչ պետք է անենք։ Պետք է արժեքը բազմապատկենք իր հավանականությունով, 0 անգամ 1 մինուս p, գումարած մյուս արժեքը իր հավանականությունը։ Այսինքն 0 հատ 1 մինուս p, գումարած 1 հատ p, դե այս է տալիս է p։ Այսինքն մատսպասումը մեր պատական մեծության, եթե ինքը ունի Բեռնուլիի բաշխում p պարամետրով, մատսպասումը p է։ Օրինակ պատկերացրեք p-ն դնում եմ 1, p-ն դնում եմ 1 կամ 1-ին շատ մոտիկ արժեք, հա, թողնի 0.999, այսինքն կոպեկա, որը գցում ես համարյա միշտ ընկնում է գիր, համարյա միշտ ընկնում է 1։ Դե դեպքում ինչ կլներ, միջինում կընկներ միշտ 1, չէ՞, եթե 1000 անգամ նետեմ 999 անգամ ընկնի 1, ապա կասեմ միջինում ընկել է 1։ Միջում կելա 0.999, ինչ որ տենց մի թիվ։ Այսինքն իրոք մատսպասում x-ը նորմալ է, որ լինի p։ Հա, այս ցույց է տալի մատսպասում x-ը տվյալ դեպքում, եթե մի ելքը 0-ն է, մյուս ելքը 1-ը, ցույց է տալի նետումների քանի տոկոսն է լինում, այս 1 քանի տոկոսն է 1 լինում։ Ինչքան հավանականություն որ կլինի 1։ Բայց դա էլ հենց նույն p-ն է, այսինքն նորմալ է, որ ստացանք, որ x-ը հավասար է p։ Ուզանցեմ այդ երկուսի բաժանել եւ այլն, ինքը մեզ պետք չի, որովհետեւ ոնց որ եթե p-ն վերցնեմ 1/2 կոպեկի դեպքում, հենց այդ կլինի ուղղակի 1/2, այդ բաժանման բանը իր մեջ է։ Մենք դրանից բացի մենք չենք բաժանում, այս ուտ արժեքը անգամ հավանականություն։ Գումարած մյուս արժեքը անգամ իր հավանականություն։ Հարցեր։ Ժողովուրդ, այս մասի վերաբերյալ ինչ հարցեր կան։ Հասկանալի է, թե ինչ որ մտածենք մի հատ էլ։ Եթե էսի հասկանալի է, եկեք մի հատ էլ հաշվենք x-ի վարիանսը։ Մենակ խնդրում ոչ թե դաժան բանաձևերով սահմանման, այլ այս վարիանսը հաշվելու կարճ բանաձևով, այսինքն x քառակուսու մատսպասումից հանենք x-ի մատսպասման քառակուսին։ Ինչ կասեք։ Այս ex քառակուսին, ես գիտեմ ինչքան է, հա, p-ի քառակուսը, որտեվ x-ը p է։ Իսկ ինչ կասեք այս ex քառակուսի, այսքան կտորի մասի։ Ինչի հավասար։ Էլի p, որտեվ Հա, 1-ի քառակուսի 1-ը։ Շատ ճիշտ է։ Ըստ եթե էսի իմ x-ի բանն էր, այսպես ասած x-ի PMF-ն էր, x-ը որ արժեքին հավանականությամբ է ընդունում, եթե վերցնեմ մի հատ էլ x քառակուսու PMF, այս մնացկամ x քառակուսին որ արժեքին հավանականությամբ է ընդունում, դե ժողովուրդ, եթե x-ը 0 ու 1 է, x-ի քառակուսին էլ 0-ի քառակուսին 0 է, 1-ի քառակուսին 1։ x-ի քառակուսին նույնպես ինքը Բեռնուլիի բաշխում ունի, նույնպես Բեռնուլիի բաշխում ունեցող պատահական մեծությունը էլի է p պարամետրով։ Հա, եթե երկու արժեք ընդունում 0 ու 1, այդ աշխարհի վրա միակ թվերն են, որոնց քառակուսիները իրանք հավասար, այսինքն քառակուսի բարձրացնես խորանար թե 8 աստիճան, շարունակել է մնալ լրիվ նույն բաշխումը ունեցող, այսինքն ինչ եմ ուզում ասել, x-ը եւ x քառակուսին, սրանք միատեսակ են բաշխված։ Այն նախատությունը ինչ որ է, մյուսն էլ նույնն էլ այն մյուսն է, եթե ինի Բեռնուլի, այն էլ է Բեռնուլի, եթե ինի Բեռնուլի է p պարամետրով, մյուսը նույնպես p պարամետրով Բեռնուլի է։ Ու իրական կարող ասեմ, որ սրանք էլ հավասար են, եթե միշտ 0 ու 1 է, ապա ուղղակի հավասար են իրար։ Ուրեմն ինչ ունեցանք, եթե մեր x-ը այս երկու արժեքներն ընդունում, x քառակուսին լրիվ նույն արժեքներն լրիվ նույն հավանականությամբ ընդունում, ուրեմն x քառակուսու մատսպասումը նույնպես հավասար է p։ Հա։ Հարցեր։ Ուրեմն հաշվեցինք x-ի մատսպասումը եւ x քառակուսու մատսպասումը, ինչ հարցեր ունենք։ Այդ 0-ն ու 1-ը մենք պայմանական ենք, չէ՞, ընտրում երկու ոնց որ տվեր։ Այո, պայմանական ենք ընդունում, մենակ թե ոնց որ սովորաբար, երբ տեսնեք գրածա Բեռնուլիի բաշխում, ինքը հենց 0-1-ով էլ աշխատում է։ Այսինքն եթե մեր պատահական մեծությունը օրինակ 0 եւ 6, տենց ինչ որ մի բան, ասենք x-ը ընդուներ, y-ը ընդուներ երկու արժեք, 0 եւ 6, սա 1 մինուս p հավանականությամբ սա p, ոչ թե կտեսնեք գրված է x y-ն է Բեռնուլիի բաշխումով եւ այլն, այլ կարող ասենք y-ը որ բաժանեմ 6-ի, չէ՞, 6-ը սարքեմ 1։ Այդ դեպքում կտեսնենք որ գրած է y6-րդն է Բեռնուլիի բաշխմանը։ Այսինքն իրականում հա, դա բանա, պայմանականորեն վերցնում ենք 0-1,
Բայց ֆիքսում ենք, որ ֆորմալ, երբ որ ասենք Bernoulli, միշտ նկատի ունենք 0 կամ 1։ Որովհետև եթե 0 կամ 1 չի, կարամ ասեմ, օքեյ, ինքը 0-1 չի, ինքը բաժանած ինչ որ թվի վրա 0 կամ 1-ը, կամ իրենց հանած ինչ որ մի թիվ 0 կամ 1-ը։ Հա, այսինքն այս Bernoulli pen ինքը նշանակում է ոչ միայն x ընդունում է 2 արժեք, այլև x ընդունում է 2 արժեք, որից մեկը 1-ն է, մյուսը 0։ Զուտ որպեսի ինչ որ տենց ավելի կոնկրետ լինի, հա, ավելի հստակ լինի, որ այս մի բանը գրելով բոլորս միանգամից հասկանանք, որ x-ը ընդունում է 0 կամ 1, էլի նույն բանը հասկանանք։ Բայց բան էլի կարելի է ցանկացած 0-1 չընդունող, այլ ասենք թե 6 ու 24-ը ընդունում ինքը, օքեյ, խնդիր չկա, ես կասեմ ինքը ինչ որ եկեք հեսա դրան կանդրադառնանք, եթե պատակամետություն ծնումա ոչ թե 0-1 արժեքներ, այլ երկու ուրիշ արժեքներ, դեպքում ինչ անենք, հեսա դրան կանդրադառնանք, ուրիշ հարցեր։ Լավ, Ժորժան, խնդրեմ ավելի ակտիվ լինել։ Ուրեմն ունեմ EX քառակուսու մատպասումը P-ը, EX-ի մատպասումը նույնպես P-ը, այսինքն այս վարիացիան եթե հաշվենք, կտա P-ից հանած P քառակուսի։ Քանի որ pen 0-1-ի արանքը թիվ է, իր քառակուսին իրենց փուճուր է, այս ստագրածը 0-1-ից հանած 0-0-1, ինչ որ տենց մի բան, կամ 0-5-ից հանած 0-25։ Այսինքն այն չի բացասական բանա ստացվում, վարիացիան ում այո, P-ից հանած P քառակուսի։ Ստե ժոր ոչ մի բան չկա, որ պետք է անգիր անել, այս եթե պետք լինի դուրս կբերեք ու իրական սրա իմաստն է ինչ որտեղ սրա իմաստն է, որ մարդիկ սա անգիր չանեն եւ ամեն անգամ 0-ից դուրս չբերեն, այլ ոնց որ բացես Վիկիպեդիան կամ բացես ինչ-որ մի գիր, մեջը տնած Bernoulli բաշխման համար մատպասումը եւ վարիացիան ոնց են արտահայտվում քո P-ը։ Ուզում ասեմ, պատրաստի հաշված դրած է, էլի, ոնց որ ասենք իմաստ չունի ամեն անգամ վերցնել իրան հաշ։ Եվ իմաստ չունի ավանգիր անել։ Հա, զուտ այտենց կարած զգաս, որ եթե կոպեկ ես գցում 1/2-ով, մատպասում պետք է լինի 0.5։ Այդ օրինակ EX-ն արդարացնում եւ այլն։ Ու տենց, այս ոնց որ մենք դուրս բերեցինք։ Հիմա խնդրեմ ասեք ինչ հարցեր ունեն կամ առաջարկներ կամ Ինչ օրինաչափություն է, որ վարիացիան որ 0-ի ու 1-ի հավանականությունների արտադրելն է։ Հա, հետարքիր բան եք ասում, լավ, հարց եք ասում, այսինքն օրինակ ֆիքսենք, եթե իմ բան լիներ, հա, դե հարցի պատասխան չգիտեմ, ինչի sense բան ստացվեց, դա լավ հարց, կարելի է մտածել դրա շուրջ, բայց փաստորեն հարցնում եք, եթե x-ի տեղը, խոսքով եթե x ընդունում է 0 ու 1, սա p հավանականությամբ սա 1 - p, եթե այդ իմ զառը վերցնեմ փոխեմ, այս վարիացիան մնալու է նույնը, այսինքն եթե p-ն գա այստեղ, 1 - p-ն գա այստեղ, այսինքն եթե y-ով նշանակեմ 1-ից հանած x, սրա վարիացիան նույնպես լինելու է այս մեր x-ի վարիացիայի։ Հետարքիր բան է իրականում, եւ հետարքիր որ արտադրյալն է, էլի այդ բաների։ Այդ չգիտեմ, բայց կարող ենք նկատենք, որ ինչ է լիներ վարիացիան, ինչ որ մի հատ բանաձևով է լինելու, որը ինչքան p-ն 1-ին մոտիկ կլներ կամ 0-ին մոտիկ կլներ, չէ, p-ն 1-ին մոտիկ, օրինակ p-ն հավասար է 1 դեպքը, այդ նշանակում է պատակամետությունը միշտ գիր է եւ երբեք ղուշ չի։ Հա, նմանատիպ մի իրավիճակ։ Կամ եթե p-ն վերցնենք այստեղ 0, այդ կնշանակեր պատակամետությունը միշտ 1 է, ներողություն, միշտ 0 է, միշտ ասենք թե ղուշ է եւ երբեք 1 չի։ Այդ երկու դեպքերում ինքը փաստորեն պատակամետությունը կստացվեր հաստատուն, այսինքն եթե p-ն 0 կամ 1, այդ կնշանակեր, որ մեր x պատական մեծությունը ինքը հաստատուն է, միշտ նույն արժեքին է հավասար, պետք է գնենք sense։ Դա կնշանակեր, որ իր վարիացիան 0 է։ Այսինքն ինչ արտահայտություն որ ստանում ենք, պարտադիր պետք է մի բան լինի, որը խոսքով մեջը դնես p-ն 1 տա 0, տեսեք, սա որ 1 դնեմ կտա 0, եւ որ p-ն դնես 0, էլի կտա 1։ Միգուցե նման ձևով կարող ենք ապացուցենք նաև, որ ինչը որ ստացվում էր, պարտադիր պետք է ասենք սիմետրիկ լիներ p-ի 1 - p-ի նկատմամբ, այսինքն եթե p-ի տեղը վերցնեմ դնեմ 1 - p, ստեղ կունենամ 1 - p, ստեղ կունենամ 1-ից հանած 1 - p, այսինքն p։ Այսինքն վարիացիան նաև կարելի է եթե ցույց տալ, որ պետք է այդպես սիմետրիկ լինի մի խոսքով։ Ու միգուցե ինչ որ այդ ձևով որ գնանք ստանանք, որ ուզած չուզած պետք է վարիացիան հենց այս բանաձևը լիներ։ Բայց լավ հարց է, նուրբ հարց է։ Ինչ որ տարբերակներ կամ ինչ որ առաջարկներ կամ հարցեր։ Ես
մեկ առաջարկումներ էի անելու։ Այդտեղ մենք մի դեպք անգամ գցելու համար ենք, չէ՞ նայում։ Եթե n անգամ գցենք, տեղը մեկի մոտ էլ n-ա բազմապատկվելու, չէ՞։ Հեսա կտեսնենք, մոտավորապես տես մի բան լինելու է, բայց հələ որ այո, մի անգամ եմ գցում, ուղիղ մի անգամ։ Բայց մի երկու սլայդ հետո կանդրադառնանք ինչ կլինի, եթե 10 անգամ գցենք կոպեկը կամ չէ՞ n անգամ գցենք։ Okay։ Այսինքն ինչ որ զուտ նշանակումներ ենք մտցրել, ավելին ասեմ, այսօր ասաղ դասի ընթացքում զուտ նշանակումներ ենք մտցնելու, որոնց իմաստն է, որ մեր գործը հեշտացնի ու դեռ խոսենք թե իմաստը որն է, բայց ոնց որ բացեք դասագիր կամ ինչ որ ուրիշ գիրք ունդեղ տեսնեք ինչ որ նշանակումներ, այդ այս մեր արածի շնորհիվ է, էլի, որ այտենց կարելի է կարճ ինչ որ մի երկու բառով գրել։ Ինչ որ ժարգոն է, էլի, ոնց որ ամեն անգամ երկար ինչ որ բան չասեն, ուղղակի կարճ գրեն եւ նաեւ օգտվեն այս հայտնի փաստերից։ Տեսեք, որ այս սրանով մենք լուծեցինք մի հատ այն խնդիրը, որ ես ունեմ մի բանաձև, որը ճիշտ է նախ լիքը տարբեր իրավիճակներում, անկախ նրանից դու մետադրամ ես նետում, թե քննություն ես փորձում ասնել, թե լոտո ես ջնջում, թե ինչ ես անում։ Հենց ունես երկու ելք, սա երկու արժեք հնարավոր, այս բանաձևերը գործում են։ Քեզ պրոստը պետքա P-ի արժեքը գտնել։ Ու մյուս կողմից եթե ասես այ ես մի հատ զառ եմ նետում, որի հաջողության հասնելու, ասենք զառ չեմ, լավ, զառ եմ նետում, եթե 6 ընկնի, համարում եմ հաջողություն, պատկերացրեք տենց օրինակ, հա, x-ը հավասար է 1, եթե զառը ընկել է, եկեք զառը նշանակենք օմեգայով, հա, եթե օմեգան ասենք թե ընկել է 6, ինձ պետքա 6 ընկնի զառը, էլի տենց։ Հակառակ դեպքում 0, հա, այդ դեպքում այս մեր x-ի պես կլինի Բեռնուլիի պատական մեծություն, եւ ինչքան կլինի ժողովուրդ այս մեր p-ն այս դեպքում։ Ինչքան է այս մեր p-ն, որ x-ը պատական մեծությունն է, ասում եմ 1 է, եթե զառը ընկել է 6, 0 է հակառակ դեպքում։ Երկու արժեքը ուրեմն Բեռնուլիի պատական մեծությունն է 0,1-ով։ Ինչքան է այստեղ p-ն, այսինքն p-ն հիշացնեմ, դա հավանականությունն է, թե ինչքան է հավանական, որ քո x-ը կընդունի 1 արժեքը։ 1/6-ով։ Շատ ճիշտ է, դա դնում եմ 1/6-ով։ Ու ժորդ, մենակ այսքանը անում եք, վերջ, դուք արդեն կարող վարկենական հաշվեք իր մատսպասումը, իր վարիացիան ու հետո կտեսնեք, որ ուրիշ ինչ ուզեց մտքովդ ինչ անցնի։ Ոնց որ Բեռնուլիի բաշխմանը պատկանող բոլոր պատական մեծությունների համար այս երկու բանաձևերը ճիշտ են, ու էլի լիքը բանաձևեր, որ գնաք գիրքը բացեք կարդաք, այդ դրանք բոլորը ճիշտ են։ Այսինքն մի հատ այնց ունիվերսալ բան են գտնում, ոնց որ այն կայք գրելու օրինակի մեջ, հա, անկախ նրանից ես ինչ եմ ուզում ծախեմ այդ իմ կայքի մեջ, արդեն պատրաստի ինչ որ մի այստեղ ունեմ sense կաղապար, մեջը պատրաստի գործիքներ կան, որ այդ գործիքները թույլ են տալիս, ասենք հայտարարություն ավելացնել, գինը փոխել, գինը չգիտեմ, ինչ որ գովազդի տակ դնել, ջնջել հայտարարությունը, ինչ որ գին առաջարկել եւ այլն եւ այլն։ Այսինքն պատրաստի ֆունկցիաներ կա, որ բոլորի համար նույնն է։ Նույնպես այստեղ ցանկացած պատական մեծություն, եթե գիտես որ Բեռնուլի է, հերիքա դու ինձ ասես այս p, ես միանգամից այս բանաձևի մեջ կդնեմ կարծում եմ ասպասումը վարիացիան եւ այլն, այսինքն 0-ից վարիացիան դուրս չեմ բերի, էլի։ Այդ կարող է ինչ որ տես ջանջալ տնային, մի հատ եկեք այս x պատական մեծության համար գտեք, զառի համար գտեք իր բանը, ասպասումը, մի հատ էլ եկեք մետադրամ եք նետում դրա համար գտեք, մի հատ էլ եկեք քննության մասնակցում դրա համար գտեք։ Եթե տենց շոր տնային դնենք, որ 3 անգամ նույն բանը կանեք, բայց վերջում միշտ գայ կհանգեք այս նույն բանաձևը, այս բանաձևը ընդհանրացումն է դրա։ Ոնց որ ասում են, որ a + b քառակուսին հավասար է a քառակուսի b քառակուսի մայնուս 2 անգամ ab, ու ինքը ճիշտ է բոլոր ab թվերի համար։ Այլ չեն ասում էլի մի հատ եկեք 3 գումարած 1-ի քառակուսին հավասար է այսինչ բանը 4 գումարած x-ի քառակուսին, այլ գրում են մեկ ունիվերսալ բանաձև, դու մեջ ինչ կուզես տեղադրի։ Ու գեղեցկություն դրա մեջ է, որ ամեն անգամ պետք չի դուրս բերել ինչ որ բանաձև, այլ պատրաստի եղած բանը հենց արեցիր, ուրեմն կարաս օգտվես։ Շատ լավ, եկեք այս մետադրամի օրինակից անցնենք մի քիչ ավելի լավ, ասում եմ, օրինակ նայենք, ասում եմ գրում ես լոտո ես առնում, լոտոյով ավտոշահելու հավանականությունը շատ փոքր թիվ է, 0.00001։ Եթե x-ով նշանակես մեքենա շահել ես թե չէ, x-ով նշանակես քանի հատ մեքենա է շահել, x հավասար է 1, եթե մեքենա շահել ես, հավասար է 0, եթե չես շահել։ Այդ դեպքում ինչ կարելի ասել այս մեր x պատական մեծության մասին, ասենք կարանք իր մատսպասումը գտնենք միանգամից։ Այ իհարկե հենց այդ 0.001-ն է։ Շատ ճիշտ է, տեսեք ինչքան հեշտ է այդ մատսպասումը գտնելը։ Այսինքն մենակ իմանում ես այս p,
ու հիմա մեզ որ 0,1 արժեքներ ընդունում, վերջ, կարող նախ այդ մատպասումը գտնես։ Այո, շատ ճիշտ է։ Եկեք մի թեթևել այդ հարցին անդրադառնանք, իսկ ինչ եթե օրինակ ունես x պատահական մեծություն, որը ընդունում է ցած երկու արժեքներ, հա, ասենք ընդունում է 4 արժեքը, ինչ որ p հավանականությունով, եւ ուզանցամ 0,1 չի, հա, իսկ ինչ եթե 0,1 չի, x-ը 4-ը p հավանականությունով եւ x-ը ասենք թե հավասար է 1 մինուս p հավանականությունով։ Դեպքում կարող ասենք, օքեյ, Ժորժ ջան, այս մեր x-ը ընդունում է 0, 1, 2, 3, 4, 5։ Ընդունում է 4 կամ 5։ Հա, սա 5 ընդունելու հավանականությունը, սա 4 ընդունելուն։ Ասում եմ վերցնենք, ես պատկերը ինչ որ ստեղ կա, իրան 4 միավորով ձախ բրթենք, որ 4 միավորով ձախ բրթեք, 0-ն կհայտնվի, 4-ի տեղ կգա 0, այսպես։ 5-ի տեղն կգա 1։ Այսինքն եթե վերցնեմ x-ից հանեմ 4, x-ի բոլոր արժեքներից հանեմ 4-ը, կստացվի, որ այս արտահայտությունը, եկեք y-ով նշանակենք, y-ը արդեն ընդունում է կամ 0 կամ 1, հա, y-ը 0 է p հավանականությունով, 1 մինուս p հավանականությունով, չէ, խոսքով p հավանականությունով y-ը 1 է, 1 մինուս p հավանականությունով, միգուցե այստեղ տեղեր ուղղակի փոխեի p-ի եւ 1 մինուս p-ի, բայց ասած սենա, որ եթե x-ից հանես 4, ստացվում է, որ էսի արդեն Բեռնուլի է։ Եթե ի սկզբանե նույնիսկ բաներ 0,1 չէր, այլ ասենք 4-5 էր, այդտենց հանում ես 4, հանում ես ինչ-որ մի թիվ, այս երկու թվերից փոքրագույնը։ Ինքը ստացվում է արդեն մի բան, որ ընդունում է կամ 0 կամ 1։ Ну տվյալ դեպքում։ Հարցեր։ Լավ, իսկ ինչ եթե ընդուներ ոչ թե 4 ու 5, այլ ասենք թե 3 ու 5, հա, այսինքն այս 4-ի արժեքը մի քիչ sense ոնց որ ձախ բրթած լինեինք, չգիտեմ, կարանք ստեղ անենք թե չէ, մի խոսքով։ Իսկ ինչ կլներ, եթե մեր այս պատահական մեծությունը ընդուներ 3 եւ 5, դե դեպքում վերցնե x-ից կհանե 3, չէ, այսինքն այս ինչ որ ստեղ կա, այս ամբողջը կբրթեի ոչ թե 4 միավորով ձախ, այլ 3 միավորով ձախ, արդյունքում այս մեր մի արժեքը կլներ 0, մյուս արժեքը կլներ 2։ Կվերցնե y-ը հավասար է x-ից հանած 3, x-ը արդեն կընդուներ երկու արժեք, չէ, 0 ու 2։ Այսինքն պատկերացնում եք ինչ եմ անում, ասում եմ սա մեր x-ն է, x-ի փոխարեն եթե վերցնեմ x հանած 3-ը, այս արդեն ընդունում է երկու արժեք, 0 եւ 2։ Կարամ սրա հետ ինչ որ բան անեմ, որ ինքը ընդունի 0 կամ 1։ Տարբերակներ։ Ասենք եթե հանեմ 1, կդառնա -1 1։ Եթե հանեմ 2, կդառնա -2 0։ Ինչ անեմ։ Բաժանեք։ Շատ ճիշտ է։ Եթե վերցնեմ այսի մարտահայտությունը բաժանեմ 2-ի, անգամ 1 երկրով։ Եթե այսի ընդունում է ուրեմն կամ 0 կամ 2, ապա իր կեսը ընդունի կամ 0 կամ 1։ Այսինքն կարող ասեմ, օքեյ, x-ը ինչ որ անկապ բաշխում է, երկու արժեք է, բայց մեկը 3 է, մեկը 5։ Բայց x-ից հանած 3 բաժանած 2-ը էսի արդեն Բեռնուլի է։ Եվ այլն, այսինքն ինչ որ իմաստով կարող եմ ամեն ինչ բերեմ այս Բեռնուլի, եթե երկու արժեք ընդունում, կարող եմ բերեմ Բեռնուլի դեպքի։ Բայց ոնց որ վայն եկել է տալ, եթե ընդունի 3 արժեք, 4 արժեք կամ անվերջ արժեքներ, այս ակցիան գործում է միայն երկու արժեքների համար, էլի, երկուսից ավելի դեպքում չեմ կարող ձև բերեմ Բեռնուլի։ Ուտեն ժորդ, կարանք այս ստացվածը նշանակենք, ասենք թե z-ով, ասենք z-ը Բեռնուլի բաշխում ունի, x-ն էլ արտահայտեք z-ով, այսինքն ասենք x-ը հավասար է 2z գումարած 3, այս բան հաճախ կտենակ ժորդ, 2z գումարած 3, որտեղ z-ը Բեռնուլի բաշխում ունի, այսինչ պարամետրերով։ Այդ ուղղակի ուզում ասի x-ը ընդունում է կամ 3 կամ 5, այդ երկու արժեքներ, մի հատ z-ը 0 է դնում, տենում ես ինչա տալի, մի հատ z-ը 1 է դնում, տենում ես ինչա տալի։ Սա նեն չի էլի, որ ինչ որ արհեստականորեն վերցրել, ինչ որ բազմապատկել գումարել եմ իրա, այլ հակառակ գործընթաց, ինչ որ պատահական մեծություն շատ նորմալ ձևի ընդունել է երկու արժեք, դու իրան նենց է ձևափոխել, որ ստացվի ինչ որ հաստատուն գումարած, հաստատուն անգամ 0,1 ընդունող Բեռնուլի պատահական մեծություն։ Տենց, այս բաներ եւ եթե չենք անելու հլվոր, բայց ում ասեմ, սա նույնպես վախենալու չի։ Տեսեք, եթե ես ունեմ հիմա z-ի պատահական z-ի համար մատուցումը վարիացիան ունեմ, x-ի համար, այս x-ի համար կունենամ այդ ամեն ինչը, որովհետեւ ես գիտեմ, ոնց է պատահականության թիվ գումարելուց կամ թվով բազմապատկելուց փոխվում մատուցումը վարիացիան, այսինքն էլի խնդիր չկա։ Այսինքն կարաք այդ խնդիր որպես դիտարկեք,
Ենթադրենք ունես, որ x-ը հավասար է a անգամ ինչ որ z գումարած b, կարող վերցնենք, ասենք թե էլի այդ թվերը 4z գումարած 7, ասենք թե։ Իմանում ես, որ z-ը Բեռնուլի բաշխում ունեցող պատական մեծությունն է, ասենք p պարամետրով, սա նշանակում է, որ դու գիտես իր մասպասումը, ինչ է իր վարիացիան, ինչ է եւ այլն, չէ՞, այդ ինֆորմացիան ունես։ Ստայից կարող ժողովուրդ միանգամից հաշվեք ինչքան է x-ի մասպասումը եւ ինչքան է x-ի վարիացիան, ու առասարակ x-ի մասին լիքը բան կարող կհաշվեք։ Այսինքն դա այդքան դժվար չի, ոնց որ բան անել, էլի փոխադրել, մեկից մյուսը ստան։ Հարցեր։ Okay։ Շատ լավ, այս ուրեմն այս հարցը լուծեցինք, մի անգամ մետադրամ նետել կամ մի անգամ լոտո ջնջել, դա շատ լավ է։ Կամ մի անգամ մասնակցել քննությանը։ Բայց ինչ անել, թե մի անգամ մասնակցես քննությանը, քո ուզած արդյունքին չես հասնում։ Որ երկու տարբեր ռազմավարություն եկեք առաջարկենք։ Լավ, երկու տարբեր խնդիր, ասենց ասեմ, եկեք այդ երկու խնդիրներն փորձենք լուծել։ Իսկ ինչ եթե դու գնաս խանութ, միանգամից ոչ թե մի հատ լոտո առնես, այլ 100 հատ լոտոյի տոմս առնես, առանձին հերթով ամեն տոմսը ջնջես։ Այսինքն ամեն տոմսի հավանականությունը այս բանը էլի, որովհետեւ որ ֆիքսված հավանականություն է, բոլոր տոմսերի հավանականությունը 0.001 է, քանի չէ ջնջես, չգիտես ինչ է։ 100 հատ տոմս եմ առնում։ Դե բնականաբար հավանականությունը, որ այդ 100-ից գոնե մեկը կաշխատի, դա ավելի կմեծանա, չէ՞, քան թե մենակ մի հատ տոմս առնի, թե 100 հատ տոմս, ինչքան շատ տոմսեր է, այդքան ձախողվելու հավանականությունը քիչ է, ուրեմն եւ իթե կշահես, բայց 100-ը փոքր թիվ է։ Էսի մի տարբերակ, որը կդիտարկենք։ Մի ուրիշ տարբերակ, ոչ թե գնաս, տեսեք, այստեղ ֆիքսված քանակությամբ եմ առնում։ Ուրիշ տարբերակը ոչ թե ֆիքսված քանակությամբ առնես, այլ գնաս հերթով մի հատ առնես, ջնջես, տենաս, շահեցիր, թե եթե չշահեցիր, մի հատ է առնես, եթե չշահեցիր, երրորդը առնես եւ այլն։ Այսինքն այս երկրորդ ռազմավարությունը ասում է, առաջինը ասում է ինչ որ ֆիքսված քանակությամբ գնա a, երկրորդը ասում է r, հետո նորից r, այսինքն կրկնի էս իրավիճակը, այնքան անգամներ միջև վերջապես շահես։ Իհարկե կարող է գնաս 10,000 տոմս առնես, ոչ մեկն էլ ավտո չշահեն, էլի, բայց այս երկրորդը նույնպես աշխատող, այսինքն եթե ինչ-որ քննության ես գնում, ուզում ես պրավա հանես, ոնց որ քեզ ոչ մեկ չի ասում, էլի, գնա 3 անգամ հանձնես, ստացվեց, չէ, ու կարաս 4-րդն էլ հանձնես, 5-րդն էլ, 6-րդն էլ, այնքան են գնում, հանձնում, միջև վերջապես հասնես քո նպատակին։ Եկեք հասկանանք, եթե օրինակի համար ամեն տոմսի շահելը 0.01 է, ապա ասենք 100 հատ տոմս որ առնես, այս 100 հատից դե ասենք հարց տալ, էլի, այս 100 հատից քանիսը կշահեն։ Այսինքն կարող է ինչքան հավանական որ 100 հատից ասենք թե մեկը կշահի, կամ 2-ը, կամ 3-ը, կամ ոչ մեկն էլ չի շահի։ Կամ մի ուրիշ հարց կարամ տա, օքեյ, ասենք թե գնում ես այնքան ես առնում միջև շահի, այսինքն ուզի ինչ որ մեկը պետք է շահի, թե չէ դու երբեք ստոպ տվողը չես։ Այստեղ կարամ հարց տամ, օքեյ, բա մոտավորապես քանի տոմս պետք է առնես, որ շահես, այսինքն ստեղ էլ կարամ հարցնեմ, քանի տոմս, քանի անգամ այդ փորձը պետք է անես լոտոյի հետ, միջև վերջապես շահես, ինչ որ մի ձև պետք է այդ փորձեն գնահատել, չէ՞, որքան հավանական, որ ասենք կգնամ 3 հատ տոմս կառնեմ ու վсё, կշահեմ երրորդից։ Իսկ որքան հավանական, որ 1 միլիոն հատ կառնեմ ու ասենք միլիոներորդը նոր կշահի։ Այս բոլորը այն հարցերն են, որոնք որ կուզենք տալ այս երկու դեպքերում։ Հարցեր, ժողովուրդ։ Առաջարկներ, հարցեր։ Լավ, եկեք այս երկու սցենարներն նայենք էլի, կանանք տոմս ջնջել եւ այլն այդ տերմիններով ասենք, կանանք մետադրամ նետել այդ տերմիններով ասենք, կանանք ավելի ընդհանուր ասենք, որ հիշում ենք մեր թիթիզ անվանումները, Բեռնուլի փորձեր ենք կատարում ու ոնց որ երկու տարբեր մարտավարություն։ Մի դեպքում քանակը ֆիքսված է ու հնարավոր է որոշ բան չշահես, մյուս դեպքում քանակը ֆիքսված չի, բայց այնքան լսամ միջև ինչ որ բան շահես։ Եկեք տենանք երկու դեպքի համար ինչա կարելի անել, այսինքն զուտ պատկերացրեք խնդիրներ ենք լուծում, էլի, խնդիրներ ենք լուծում, բանաձևը ստանում, ուրախանում, այդքան բան։